Իհարկե ունեմ, պարոն Պողոսյան, առաջվա էնտուզիազմը չկա, որովհետև դուք էլ շատ լավ գիտակցում եք, թե ինչ եք անում եւ ինչպիսի պատասխանատվություն է սպասվում ձեզ։ Այս ձեր անկեղծությունը ուզում եմ ընդգծել։ Նախ ես ուրախ եմ, որ դուք չհերքեցիք, որ քննիչները բիզնեսմեններին ստիպում են X գումար մուծել, հակառակ դեպքում սպառնում են նստել կամ նստեցնել։ Ազգակցական որևէ ազգակցի։ Այս մասով ես խնդրում եմ այս արձանագրումը անենք։ Ես պատահական չհարցրեցի, թե մենք քանի քննիչ ունենք, պարոն Պողոսյան։ Մենք ունենք 810 քննիչ փաստորեն։ Սամվել Կարապետյանի գործով եւ պատահական չհարցրեցի, թե հունիսի 17-ից գործը ինչի չեք ուղարկում դատարան, որովհետեւ 811 քննիչներից 52-ին դուք ներգրավվել եք Սամվել Կարապետյանի գործի մեջ։ 52 քննիչ եք ներգրավել եւ գործը չեք կարողանում ուղարկել դատարան։ Ես կանխատեսում էի, որ դուք կասեք, որ այնտեղ փողերի լվացում կա, ծավալուն է գործը եւ այլն եւ այլն։ Մեր ձևով եկեղեցին պաշտպանելու հատվածը առանձին ուղարկեիք դատարան։ Ինչի չեք արել, որովհետեւ ձեզ պետքա, որ Սամվել Կարապետյանը մնա կալանքի տակ։ Ամեն ինչ շատ պարզ է։ Միջին վիճակագրական հայ մարդու մոտ պարզ է։ Պարոն Պողոսյան, այլ հարց եմ ուզում տալ։ Սամվել Կարապետյանի հետ որևէ գործողություն կատարվել է քննչական։ Օրինակ, հարցաքննություն եղել է, թե չի եղել։ Առերեսում եղել է, թե չի եղել։ Ես գիտեմ, որ չի եղել։ Փաստաբաններն էլ պնդում են, որ վատ եք աշխատում, շատ վատ եք աշխատում, բայց ես համաձայն չեմ այդ գնահատականի հետ։ Դուք վատ չեք աշխատում։ Դուք ձեր արժև խնդիր եք դրել Սամվել Կարապետյանին պահել կալանքի տակ եւ հրաշալի կատարում եք ձեր առաջադրանքը։ Միքայել Աճապահյանի մասով, պարոն Պողոսյան, դուք ասում եք, որ առաջին ատյանի դատարանի որոշումը չեք ցանկանում մեկնաբանել, բայց կարակ չէ մեկնաբանեիք։ Ինչի եք միջնորդում, որ Աճապահյանին անպայման խափանման միջոցը պետքա կալանքը լինի։ Առհասարակ կալանքի էս ինչ ֆետիշացում է ձեր մոտ։ Կալանքը ֆետիշ է դարձել ձեզ համար։ Դուք կարող եք ինձ բացատրել, ինչ պետքա աներ Միքայել Աճապահյանը, Սրբազանը ազատության մեջ։ Այլ բան եմ ուզում ձեզ հարցնել։ Երբ որ ընդդիմադիրների մասին է խոսքը, ինչի այլ խափանման միջոց գոյություն չունի, քան կալանքն է։ Լիդիա Մանթաշյանի մասով, Բագրատ Սրբազան, մեր գործընկեր Արթուր Սարգսյանը, դեպետես կալանավորված է, այդուհանդերձ, ավելի հեռուն կարող եմ գնալ, պարոն Պողոսյան, օրինակ ՔՊԱ-կան падգամավորի Զոքանչը ինչ է արել, որ դուք իրան կալանավորել եք Վարդան Ղուկասյանին, ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի ակցիային մասնակցելու համար։ Այն անչափահասը, որին դուք կալանքի միջնորդություն եք տվել Գյումրիում հայտնի իրադարձությունների ժամանակ, ինձ կարաք բացատրեք, ինչ է արել կամ ինչ կարա անի, որ դուք միջնորդել եք, որ խափանման միջոցը ընտրվի կալանքը։ Պարոն Պողոսյան, դուք ասում եք, երբ որ ձեզ ձեռ է տալիս, դուք ասում եք, դե ծավալուն է, չենք կարա ուղարկենք անմիջապես դատարան, նույն կոկայինի գործին հեսա կանդրադառնամ 2 տարի է անցել։ Երբ որ ձեզ պետք է, դուք 2 ամսվա ընթացքում նախաքննությունը ավարտում եք, գործը ուղարկում եք դատարան, դատավորն էլ արագ վերդիկտը կայացնում է, առաջին ատյանի գոնե։ Երբ որ ձեզ պետք է, օրինակ, փաստաբան Կոչուբաևի գործը, ինձ կարող եք ասել, ինչի է խափանման միջոցը փաստաբանի ընտրվել կալանքը։ Facebook-ում գրառում է արել, դուք կարծում եք, որ դա վիրավորական է, կարծում եք, որ արատավորող տեղեկությունները հայտնել, շատ լավ գործ եք հարուցել, լավ եք արել։ Խափանման միջոցը կալանք ինչի եք ընտրել։ Ինչ պետք է աներ այդ մարդը ազատության մեջ։ Նորից եմ ասում, իրա ստատուսը պետք է խմբագրել, վախեցել եք, որ կարող է խմբագրել ստատուսը, դրա համար խափանման միջոցը կալանք եք ընտրել, ամփոփում եմ։ Պարոն Պողոսյան, եւ կոկայինի գործով
Ես ասում եմ 6 ամիս առաջ ենք մենք այս դալիճում քննարկել եւ դուք շատ ավելի ինքնավստահ դեմքով վստահեցրել եք, որ առաջիկայում գործ ուղարկվելու է դատարան։ Ես գիտեք ինչ ասեցի այդ օրը, եթե հիշում եք։ Ես ասեցի այդ առաջիկայում նոյեմբերին ժամկետը լրանալու է, կարճելու եք եւ ոչ մի գործ էլ դատարան չեք ուղարկելու։ Այդ 52 քննիչին, որ ներգրավել եք Սամվել Կարապետյանի գործի մեջ, այն 54 քննիչին, որ ներգրավել եք Բագրատ Սրբազանի եւ մյուսների գործի մեջ, այդ քննիչներին ներգրավեք այս գործը բացահայտելու, նախաքննությունը ավարտելու եւ դատարան ուղարկելու։ 2 տարի անցել, նորից եմ ասում։ Գաղտնալսումների մասով, պարոն Պողոսյան, 2019 թվականին Երբ որ գաղտնալսել էին ԱԱԾ պետին ու Նիկոլ Փաշինյանին, մի քանի ժամ հետո գործ հարուցվեց գաղտնալսման մասով։ Ես նորից եմ ասում, բազմաթիվ դեպքեր են եղել այս ընթացքում, որ դուք գործ չեք հարուցել։ Դուք ասում եք, մենք սպասում ենք հաղորդման, դուք հարուցեք, որովհետև դա ձեզ ձեռնտու չէ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Խամոյան, դուք նշեցիք դարձյալ անդրադարձակ այսպես ասած կոկաինի հետ կապված գործին, ձեր խոսքից այնպիսի տպավորություն է, որ այդ գործը կարճվել է։ Ես նշում եմ, որ գործը գնալու է դատարան, հիմա դուք ժամկետներ եք ուզում, ես ժամկետներ չեմ կարող ասել, որովհետև այն ժամանակ 6 ամիս առաջ էր, չգիտեմ, երբ որ մենք քննարկում էինք ունենում, մենք պլանավորել էինք կատարել որոշակի քննչական գործողություններ, բայց ի տարբերություն քրեադատավարական օրենսդրությամբ հնարավոր է այնպիսի իրավիճակ, երբ որ մենք այն ապացույցը, որը որ պլանավորում ենք ստանանք, ապացույցը ստանալուց հետո դարձյալ կարիք է լինում որոշակի գործողություններ կատարել։ Ես հիմա ոնց մեկնաբանեմ ձեր ասածը, գործը չի կարճվել, քրեական հետապնդումը չի դադարեցվել, մենք գործում ենք քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված ժամկետների խստիվ պահպանմամբ եւ ես ձեզ նշեցի քրեական վարույթը ինչ ելք է ունենալու։ Հիմա սրանից ավել ես չեմ կարող որևիցե այլ մեկնաբանություն տալ։ Նշել եմ, որ գործը ունենալու է դատական վախճան, կունենա դատական վախճան։ Հուսով եմ ինձնից չեք ակնկալում նաև ստանալ, թե դատարանում այդ գործը ինչ ելք է ունենալու։ Նշում եք, որ 52 քննիչ են ներգրավել Սամվել Կարապետյանի վերաբերյալ քրեական վարույթով։ Ես նշեմ, որ ընդհանրապես դուք ոնց եք պատկերացնում, երբ որ դուք մտածում եք, որ այդ 52 քննիչը երբ որ ներգրաված է մեկ գործով, այդ քննիչը հետագայում այլ քրեական վարույթներով որևիցե գործողություն, ես ձեր ընկալմամբ եմ ասում, որ որևիցե գործով չի զբաղվում, ամենևին դա այդպես չէ։ Տիկին Խամոյան, այստեղ նրբություններ գոյություն ունեն, երբ որ սկզբնական վարույթ ենք նախաձեռնում, կապված այն առաջնային քննչական գործողությունների կատարման բնույթից, տեսակից, քանակից ես կամ քրեադատավարական վերադասը որոշում է կայացնում X քանակով քննիչներ ներգրավելու, քննչական խումբ ստեղծելու վերաբերյալ։ Օրինակ, միաժամանակ, երբ որ պետք է կատարվի օրինակ 100 խոզարկություն, քննչական մարմնի ղեկավարը որոշում է կայացնում առնվազն 100 հոգուց բաղկացած քննչական խումբ ստեղծելու մասին։ Դրանից հետո, երբ որ այդ անհետաձգելի քննչական գործողություններն ավարտվում են, չի նշանակում, ճիշտ է, ֆորմալ առումով քննչական խումբը շարունակում է գործել, բայց արդեն իսկ հիմնական քննչական գործողությունները կատարում է քննչական խմբի ղեկավարը։ Սա այս մասով եւ նշեմ, որ նաեւ բազմաթիվ վարույթներ ունենք, երբ որ ոչ թե 52 քննիչ, այլ շատ ավելի մեծ քանակությամբ քննիչներ ենք ներգրավել։ Որովհետեւ այո, այդ գործով ի սկզբանե հսկայածավալ մեկ գիշերվա ընթացքում հսկայածավալ շուրջ 100 խոզարկություններ են կատարել եւ հաշվի առնելով նաեւ մեղադրյալ ներգրավված անձանց քանակը
դրանով է պայմանավորված, բայց հետագայում բնականաբար փաստաբաններն էլ կփաստեն, որ հետագայում քննչական խմբի անդամները շատ եզակի թվով քննչական գործողություններ են կատարում, այսինքն քննիչները զբաղվում են իրենց հիմնական գործով, սա մեկ։ Նշել եմ, հերթով կանադառնամ, այդտեղ նաև իրավաբաններ կան, երբ որ մենք անձին մեղադրանք ենք ներկայացնում, մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացվում հսկող դատախազի կողմից մի քանի հոդվածներով եւ միասնական մեղադրանք գոյություն ունի, երբ որ մեղադրանք ենք ներկայացնում, օրենսդիրը մի մեխանիզմ է նախատեսել, չեն կարող մեղադրանքը օրենսդրական ընդհանրապես հնարավորություն գոյություն չունի, չեն կարող տրոհել մի հոդվածը, մեղադրանքը տրոհել մի մասով ուղարկել դատարան, մի մասով շարունակել նախաքննությունը։ Մի մեխանիզմ կա։ Եթե մյուս մեղադրանքների գնահատականների մասով չի հաստատվում մեղադրանքը, քրեական հետապնդումը դադարեցնելու հնարավորություն կա։ Այսինքն մեղադրանքը չեն կարող տրոհել, այս էլ ձեր հարցի պատասխանը հույս ունեմ, այս առումով գոնե սպառիչ պատասխան ստացաք։ Հաջորդը Տիկին Խամոյան, նշում եք, որ օրինակ Սամվել Կարապետյանի հետ որևէ գործողություններ կատարվել են, թե ոչ։ Ես նախ հիմա չեմ պատրաստվում ներկայացնեմ, թե օրինակ դուք մտածում եք, որ ենթադրաբար այդպես եք կարծում, որ քննության ջանասիրությունը կապված է բացառապես անձի հետ գործողություններ կատարելու հանգամանքի հետ, ամենևին ոչ։ Քննությունը ոչ միայն տվյալ կոնկրետ մեղադրյալի հետ կապված գործողությունների կատարում է ենթադրում, հարցաքննություններ, առերեսումներ, ոնց որ դուք նշեցիք, այլ նաև բազմաթիվ այլ գործողություններ, որոնց մեղադրյալը կարող է եւ պարտադիր չէ, որ մասնակից լինի։ Չեմ հաստատում։ Ընդրում եմ, էլի։ Չեմ հաստատում։ Իրավունքից օգտվեցիք։ Կոնկրետ մեղադրյալի հետ կապված գործողություններ կատարվել է, բայց քանակը ես չեմ կարող նշել։ Հիմա հաջորդ հարցնելու եք, երբ է կատարվել, քանի անգամ է գործողություններ մի քանի անգամ կատարվել են։ Գործողություններ կատարվել են, ընդ որում մի քանի անգամ։ Բայց նույնիսկ եթե այդ գործողությունները չկատարվեին, նախաքննությունը չի ենթադրում, որ ձեր ասած ջանասիրությունը պայմանավորված լինի բացառապես մեղադրյալի հետ գործողությունները իրականացնելով։ Այս մասով սա, հաջորդը դուք նշում եք կալանքը պետիշ եք դարձրել, ես վիճակագրություն եմ հանել, Տիկին Խամոյան, իհարկե վիճակագրությունը վերաբերվում է այս տարվա 9 ամիսների ընթացքում, նշեմ, որ անցած տարվա համեմատ ես երբ որ այս տարի էր, երբ որ ես ասացի, որ կալանքների հետ կապված մենք որոշակի փոփոխություններ կատարենք մեր մոտեցումները եւ այլն կալանքի միջնորդությունները, մենք ունենք կալանքների միջնորդությունների թվի զգալի նվազում 16 չէ, լսեք, չէ, բայց մենք չենք տարբերակում ձեր համար, դա քաղաքական, մեր մոտ քաղաքական գործ հասկացողություն չկա։ Ընդհանուր թիվն եմ ներկայացնում 16.4%-ով, դա հսկայական թիվ է կազմում, 16.4%-ով նվազում ունենք։ Սա արձանագրում եմ, նաև նշեմ, թե դա ինչի արդյունքում է, որովհետև հանրարական է տրվել այդ մասով, որ հարուցել միայն բացառիկ դեպքերում եւ խիստ անհրաժեշտության դեպքում, ընդ որում ստեղ նաև դուք նշում եք մի քանի գործեր վկայակոչեցիք։ Այո։ Գիտեք ինչ, Տիկին Խամոյան, երբ որ մենք օրենքով հստակ մեխանիզմներ գոյություն ունի եւ կալանքի իրավապայմաններ գոյություն ունի, երբ որ համապատասխան հիմքերը արկա են լինում, քննիչը միջնորդություն է ներկայացնում դատարան, որպեսզի անձի նկատմամբ կալանքը որպես խափան միջոց ընտրվի։ Եվ քննիչը չի որոշում, չէ, քննիչը չի որոշում, որ անձը քննիչը կալանքի միջնորդություն է ներկայացնում, բայց դա դատարանն է որոշում, որովհետև համապատասխան Խամոյան, ես ներողություն, պարոն, հազար ներողություն, տեսեք։ Քննչական կոմիտեն իրոք իրավասու է եւ իր դերը, ես ավարտեմ, չէ, Տիկին Խամոյան, մի վարքյան, էլի, եւ իր դերը այնպեսին է, որ ինքը պետք է այո, փորձի քննության արդյունավետությունը ապահովելու համար նաեւ իր համար արդյունավետ, տեսեք, արդյունավետ խափանման միջոց կիրառի։ Խափանման միջոցի կիրառման իրավաչափ, ոչ իրավաչափ լինելը,
Արդյոք այս բարակայում պետք է տրվի թե ոչ Տիկին Խաբյան, շատ կարճ եմ ասել, էլի։ Սա դատարանի տիրույթում է։ Հիմա էլ հստակ որ չասեք հետո մեսեջ եք տալիս, հուշում եք տալիս, յուրաքանչյուր դատավորին ասում եմ, յուրաքանչյուր դատավոր պատասխանատվություն է կրելու անկախ ով ինչ կասի իր կայացած որոշումների համար, թե լավ, թե վատ։ Եվ այստեղ վերջակետ դնենք, որտեվ կալանքի թիվը կարա ավելանա պակասի, ոչ թե նրանից, որ չգիտեմ, քննչական կոմիտեն շատ կալանք է տանում, այլ որտեվ իրավիճակ է ստեղծվում, որի պարագայում պարզապես այլ խափանման միջոց կիրառել չի կարելի։ Մեթոդաբանության խնդիր ունենք, եկեք շտկենք, սա էլ օրենսդրական խնդիր։ Ես բան չեմ անում։ Օրինակ հաստաբանը վկաների վրա կարար ազդեցություն ունենալ, երկրից կարար փախներ, նախաքննության վրա կարար ազդել։ Մենք իրավաբան չենք, բոլորս գիտենք, չէ՞, որոնք են հիմնական հիմքերը։ Ասա։ Ես նշեցի, որ համապատասխան հիմքերը քննիչը ունեցել է։ Այդ հիմքերը Տիկին Խամոյան ոչ թե կանխատեսելի բնույթ ունեն, քննիչն է որոշում, միջնորդություն ներկայացնել թե ոչ եւ վերջնական արդյունքում դատարանն է որոշում, այդ հիմքերը բավարար են եղել թե ոչ։ Դուք նշում եք, որ օրինակ, չգիտեմ, մի քանի գործեր մատնանշեցիք, Տիկին Խամոյան, ասենք օրինակ, չգիտեմ, դուք վկայակոչում եք, չգիտեմ, ձեր գործընկերոջ հետ կապված գործ Արտուր Սարգսյան եւ այլ, դուք ո՞նց եք պատկերացնում, օրինակ, այդ այն արարքը, որը մեղսագրվել է կոնկրետ այդ անձանց մենք դիտարկեինք այլընտրանքային խափանման միջոց կիրառելու հնարավորությունը։ Կարծում եմ, էսի լուրջ չի։ Հաջորդը դուք նշում եք Գյումրու դեպքերի հետ կապված, ինչ-որ զոքանչի, ես չգիտեմ ում մասին է խոսքը, բայց Տիկին Խամոյան, այդ գործով բազմաթիվ անձանց վերաբերյալ ենք մենք միջնորդություններ ներկայացրել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու, որոշ մասով ունենք բավարարումներ, ունենք նաև մերժումներ, ունենք նաև այլընտրանքային խափանման միջոցներ կիրառված, կապված նաև ունենք դեպքեր, երբ որ մենք ինքնուրույն որոշել ենք, որ անձի նկատմամբ պետք է ընտրենք այլընտրանքային խափանման միջոց, դες դեպքեր էլ ունենք, դա կախված է անձի վարքագծից, շատ այլ գործոններից։ Հիմա օրինակ այդ Գյումրու դեպքերով դուք տեսաք, թե կոնկրետ ինչպիսի միջամտություն էր կատարվում եւ ինչպիսի ինտենսիվ միջամտություններ կատարվում, սկսած արդարադատության իրականացնելուց խոչընդոտу, այսինքն երբ որ մարդիկ նույնիսկ ոտնձգում են այնպիսի օբյեկտի նկատմամբ, որոնք որ կապված է զուտ ընդհանուր քրեական վարույթի բնականոն ընթացքի հետ կապված, այդ մարդկանց նկատմամբ որպես պրակտիկա նշեմ, որ պարտադիր միջնորդություն են ներկայացնում, որպեսզի կալանք ընտրվի որպես խափանման միջոց եւ հաշվի առնելով նաեւ այն, որ այդ անձինք իրենց վարքագծով հնարավորություն ունեն եւ ի պաշտոն է ազդելու որոշակի անձանց վարքագծի վրա եւ ազդել են։ Այսինքն դե փաստարկված ենք ներկայացրել, հետեւաբար այս առումով էլ այսքան է։